օրենքի 244-րդ հոդվածի համաձայն հրապարակվում է ՀԿԴ կոդորակ 0002 կոդորակ 01 կոդորակ 23 վերդիկտը 2026 թվական մարտի 16 քաղաքերով հեղափոխություն դատան նախագահության դատվար Գրոհնազյանի քարտորության Մարտիրոսյանի Բագյանի եւ Իրեգազարյանի Մարտիրոսյանի Սարոյանի մասնակցությամբ հանրային մեղադրողներ Գևորգյանի Մեհրյանի Բաղդասարյանի պաշտպաններ Մանուկյանի Սարգսյանի Հովսեփ Սարգսյանի Ղազարյանի Վարդանյանի Գալիկյանի Շելևենկյանի Շախիմյանի Չուբայելի Պապոյանի Վարդևանյանի Մանթաշյանի Հարությունյանի մեղադրյալներ Ալեքսանյանի Էրիկ Ալեքսանյանի Անար Պետրոսյանի Տրմբան դատական նիստում ընդհանուր կարգով քննության առնելով ՀԿԴ կոդորակ 0002 կոդորակ 01 կոդորակ 27 քրեական վարակնստում պատրանքի Արուսյակ Հարությունյանի Ալեքսանյանի քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 և 5-րդ կետերով 452-րդ հոդվածի առաջին մասը 482-րդ հոդվածով Էրիկ Սարգսի Ալեքսանյանի քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 և 5-րդ կետերով և Թամար Էդուարդի Պետրոսյանի քրեական օրենսգրքի 441 հոդվածի երկրորդ մասի 4 և 5-րդ կետերով 46-452-րդ հոդվածով ապացուցված է համարում մեղադրյալ Արուսյակ Հարությունյանի Ալեքսանյանին վերագրվող հետևյալ փաստական հանգամանքները այն է նա իր իշխանական լիազորություններից դուրս գալով պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ բացել է իր լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահին, ինչպես նաև կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ։ Ապացուցված է համարում մեղադրյալ Արուսյակ Հարությունյանի Ալեքսանյանին վերագրվող արարքների քրեական հակաիրավականությունը, որ դրանց նկատմամբ ենթակա է կիրառման 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետը և 482-րդ հոդվածը։ Ապացուցված է համարում մեղադրյալ Արուսյակ Հարությունյանի Ալեքսանյանի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով և 482-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելը։ Ապացուցված է համարում մեղադրյալ Արուսյակ Հարությունյանի Ալեքսանյանի մեղավորությունը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետով և 482-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Երկրորդ ապացուցված է համարում մեղադրյալ Թամար Էդուարդի Պետրոսյանին վերագրվող հետևյալ փաստական հանգամանքները այն է նա իր ծառայական լիազորությունից դուրս գալով պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ բացել է իր լիազորությունը, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահին, ինչպես նաև օժանդակել է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն։ Ապացուցված է համարում մեղադրյալ Թամար Էդուարդի Պետրոսյանին վերագրվող արարքների քրեական հակաիրավականությունը, որ դրանց նկատմամբ ենթակա է կիրառման 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետը և 46-452-րդ հոդվածը։ Ապացուցված է համարում մեղադրյալ Թամար Էդուարդի Պետրոսյանի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետով և 46-452-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելը։ Ապացուցված է համարում մեղադրյալ Թամար Էդուարդի Պետրոսյանի մեղավորությունը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետով և 46-452-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Երրորդ ապացուցված է համարում մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանին վերագրվող հետևյալ փաստական հանգամանքները այն է նա օժանդակել է մեկում պաշտոնատար անձանց նախնական համաձայնությամբ իրենց լիազորություններն անցնելուն, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահին։ Ապացուցված է համարում մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանին վերագրվող արարքի քրեական հակաիրավականությունը, որ դրա նկատմամբ ենթակա է կիրառման 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետը։ Ապացուցված է համարում մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետով նախատեսված հանցանքը կատարելը։ Ապացուցված է համարում մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի մեղավորությունը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ։ Վերջնալի պայմանավորված դատանունը որոշվում է։ Մեղադրյալ Արուսյակ Հարությունյանի Ալեքսանյանի մեղավոր ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայ-քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետով և 482-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Մեղադրյալ Թամար Էդուարդի Պետրոսյանի մեղավոր ճանաչել 2021 թվականի Հայ-քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4 կետով և 46-482-րդ հոդվածով նախատեսված
հարցանքների կատարման մեջ։ Մեղադրյալ Ալեքսանդր Ալեքսանյանի մեղավոր ճանաչել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Քրեական անձրևի 46441 թվականի 2-րդ մասի 4 կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ։ Դատավորը Զոհմազյան։ Նիստին ներկայ է հանրային մեղադրողը, մեղադրյալները և յուրաքանչյուրիս պաշտպան։ Հիշում եմ նախորդ դատական նիստին դատանը հայտնեց, որ լրացիչ դատալությունների անցնելու ենք այսօր, պարզապես իմ գրաֆիկ այդ պահին ինձ մոտ չէր, որպես ես կողմնորոշվեի, արդյոք կարող եմ մասնակցել թե ոչ։ Հիմա գրաֆիկս հետազոտելով, հետևյալը պետք է հայտնեմ, որ 14:30-ին դատական նիստ ունեմ Արամի Մստավայում, ծանր և առանձնապես ծանր հանցագործների վերաբերյալ գործով, հեռակալարույթով, հետևաբար պատասխանատվական իմ մասնակցությունը լրացիչ դատալությունների ինքս պարտադիր համարելով, քանի որ բնականաբար տարբեր հարցերի կապված ունեմ դիրքորոշումներ հայտնելու անհրաժեշտություն, կխնդրեմ լրացիչ դատալությունները անվանելու այսօր չկայացնել և չանցկացնել։ Մինչև առաջանցնելը, քանի որ անմիջապես դատանը հրապարակեց վերդիկտը, հիմա փաստացի դատական նիստերի դահլիճում գտնվում են Առավոտ օրաթերթից Աշոտ Խոչյան և Իրավաբաններից Բաղդան Մամուշարյան և փաստացի տեսախցիկների հարկա ըստ էության տեսած ձայնարկում տեղնեցած իրավաբանների կողմից և Առավոտ օրաթերթի լրագրողի մոտ է տեսախցիկ կա։ Վարույթի մասնակիցները մեղադրյալների անհրաժեշտություն ունեն տեսանկարանում կամ ինչ տեսած ձայնագրարանում լուսանկարում կատարելու հետ կապված թե ոչ։ Կարող է շարունակել այսպես։ Անմավեկյան, մենք երկար չենք աշխատելու այսպես թե այնպես, դեպը 14:30-ի դատական նիստին կհասցնենք, մինչև այդ նաև դատարանության մասնակիցներին տեղեկացնել, որ այսօր դատարանը ստացվել նաև գրություն ըստ էության դիմում Արցախ Ալեքսանդրի պաշտպան Արտոնի Վարդանյանի կողմից, ով ըստ էության նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում, նշել է, որ իր հայտնի է դարձել, որ նախորդ դատական նիստին շաբթի օրը դատանը նշել է, որ լրացիչ դատալություններում կհրապարակվի վերջինը, հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում չի կարող օբյեկտիվորեն ներկա գտնվել դատական նիստին, սակայն անկախ նրանից ինչ վերջիկ կկայացվի, արտարացման թե մեղադրական ինքը ցանկանում է ներկա գտնվել և մասնակցել լրացիչ դատալություններում քննության ենթակա հարցերին, մասնավորապես նշել է արտարացման վերջիկի դեպքում ռեաբիլիտացիայի հետ կապված հարցերին, մեղադրական վերջիկի դեպքում պատժի հետ կապված հարցերին։ Դատարանը հաշվի առնում քրեական դատավարության օրենքի 445 և 346-րդ հոդվածներով նախատեսված դրույթները որոշում է 2026 թվականի մարտի 16-ին ժամը 13:35-ին ուսումնի գործով ՀԿԴ կոտորակ 0002 կոտորակ 01 կոտորակ նշանակել լրացուցիչ դատալություններ։ Լրացուցիչ դատալություններում քննարկման ենթակա են 345-րդ հոդվածի առաջին մասի, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով։ Բացի փաստացի առաջին մասի առաջին կետից մնացած հարցերը ըստ էության ենթակայության։ Բայց մենք այսօր լրացուցիչ դատալությունների ընթացքում քննության առաջարկը դարձնենք բացառապես կապանմիջոցով կապված հարցեր։ Մնացած բոլոր հարցերը քննության առաջարկը դառնան հաջորդի դատական
նիստերի ընթացքում կամ նիստի ընթացքում այս կապակցությամբ հաշվի առնելով Կարգական նիստերի դալուչի ձայնագրարման համակարգի ժամով 13:30 հայտարարում են դիջում 4 րոպե։ Այդ միջումից հետո շարունակում է դատական նիստը։ Ինչ ընդմիջումը դատան ինչպես նշեց, այսօրվա դատական նիստում լրացուցիչ դատանասունների ժամանակ քննարկելու է բացառապես խափամիջոցների կապված հարցեր։ Նույն գործով մեղադրյալների նկատմամբ ըստ էության կիրառված է միայն գրավ խափամիջոցը տարբեր չափով այս հարցերի կապված արգելում մեղադրողները անձնական ասել։ Պատվաժան դատարան շնորհակալություն հաշվի առնելով, որ դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ մեղադրյալների նկատմամբ ու ինչպես դուք նշեցիք նկատելուն գարված է որպես խափամիջոց միայն գրավը, այս պայմաններում մեղադրական վերդիկտ կայացված լինելու պայմաններում առավել նպատակահարմար կլինի կարծում եմ համակցված կիրառել նաև բացակայելու արգել խափամիջոցը, որը ինքնին լրացուցիչ երաշխիք հանդիսանում մեղադրյալների հնարավոր կայացվելիք մեղադրական վերդիկտի պայմաններում հետադեպում մեղադրական կարգավիճակի եւ այս պայմաններում դրանից խուսափելու հավանականությունը, հնարավոր պատժից խուսափելու հավանականությունը հաշվի առնելով ակնկալվող պատժի խստությունը, ուստի այս պայմաններում խմիչնորդամ համակցված կիրառել նաև բացակայելու արգելքը։ Լավ։ Պաշտպանության կողմը հարցեր կապված որը բացակայում ասել թե ոչ։ Տեսում եմ։ Ասել։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի երկիրն է։ Եվ ես դժվար եմ պատկերացնում, որ ես իմ երկրից կարող եմ փախնել։ Իսկ բացակայելու արգել խափամիջոցը կոչված է ապահովելու բացառապես մեկ ռիսկ, դա փախուստի դիմելն է։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պարագայում այս հարցի համատեքստում դատողություն անելու տեսանկյունից ոչ միայն մի թիվս այլնի պետք է հաշվի առնվի, այլ ներսագրվող արարքի ծանրության աստիճանը եւ այլ ներսագրվող արարքի պայմաններով նաեւ մեղադրական վերդիկտ կայացնելու հանգամանքը եւ դրանով պայմանավորված նաեւ մտավախությունը հետագայում պատժից խուսափելու համար, բայց ես եւս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը ինձ երկիրն է, ես այլ որևէ երկիր չեմ պատկերացնում, որտեղ ես կարող եմ բնակություն ունենալ, ապրել իմ ընտանիքի հետ միասին եւ ինձ բարի իրական իմաստով լավ զգալ։ Այս ամբողջ ժամանակահատվածում եւ իմ նկատմամբ կիրառված է եղել գրավ խափամիջոցը, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, ես մոտավորապես 4 անգամ Հայաստանի Հանրապետության սահմանը լքել եմ, դրա մասին տեղեր պահելով դատարանին, այն պարագայում, երբ որ որևէ սեկ համակարգում արկա սահմանադրական որպես այդպիսիք չեն ունեցել, դատարանը վստահություն ներշնչել է իմ անձի նկատմամբ եւ օբյեկտիվ իրականությունը ցույց է տվել, որ ես եղել եմ ճիշտ եւ դատարանը եւս եղել է այդ հարցի համատեքստում ճիշտ։ Այնքանով որքանով ես ճիշտ ժամանակին վերադարձել եմ եւ հավուր պատժիչի իրականացրել եմ իմ դատավորական պարտականությունները։ Ես կարծում եմ սա որպես հակակշռող գործոն պետք է դատարանի կողմից շարունակական իմաստով գնահատվի եւ իմ վարկելիցի վերաբերյալ այն դատողություններին պատկերացումները, որը որ ունեցել է մոտավորապես 1 տարի առաջ շարունակական իմաստով եւս ունենա։ Պատվարժան դատարան կյանքը գտնվում է ստեղ, բայց ինձ դուր է գալիս ստեղ լինել։ Եվ ես դժվար եմ պատկերացնում իմ սկզբունքների եւ համոզմունքների համատեքստում, որպեսզի ես ստեղից իջնեմ ստեղ։ Իսկ փախուստի դիմելը իմ համար նշանակում է ստեղից իջնել ստեղ։ Անկախ նրանից, թե դուք ինչ վերդիկտ կայացրեցիք եւ կյանքի իմաստով դա իմ համար ինչպիսի հետ կարող է թողնել եւ հետագայում նաեւ ինչպիսի հետևանքներ կարող է ծնել, ես շատ բարձր գլխով եմ ընդունում այս վերդիկտը, նայելով ուղիղ ձեր աչքերի մեջ, հաշվի եմ նստում ձեր դատական ակտի հետ, կրկնելով, որ դա անկախ նրանից, թե ինչպիսի հետ կարող է թողնել ոչ միայն իմ կյանքի,
այլ նաև առհասարակ հետագային գործունեության հետ կապված։ Ես Հայաստանի Հանրապետությունում ձեռագիր ունեցող փաստաբանն եմ, ես Էրիկ Ալեքսանյանն եմ, ու անկախ այս վերդիկտից, անկախ նրանից թե այս վերդիկտը ինչ հետևանքներ կարող է ծնել, ես մնում եմ Էրիկ Ալեքսանյանը, ես մնում եմ այն Էրիկ Ալեքսանյանը, որը որ ունի այն սկզբունքները, որը ունեցել է ի սկզբանե մտնելով այսքան որպես գիտակից մարդ։ Հետո ես դժվար եմ պատկերացնում, որ որևէ տեսակի խափանամիջոց կարող է ծառայել մի այնպիսի նպատակի, որը որ իրականում իմ անձի հետ կապված, օբյեկտիվ իրականությունում մտավախության տեսանկյունից չի կարող լինել։ Ավելին ասեմ, ես վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունից բացակայել եմ կրկին ձեր տեղեկատվության փետրվարի 27-ին եւ որոշակի ֆորս-մաժորային պայմաններում գտնվելով միայն երկրում, որտեղ որ Հայաստան վերադառնալու հավանականությունը շատ քիչ է եղել օդը փակված լինելու պայմաններում, արել եմ ամեն ինչ, բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզի ժամանակին վերադառնամ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի որևէ մեկի մոտ նույնիսկ ծայրի մտքով չանցնի, որ Էրիկ Ալեքսանյանը կարող է չներկայանալ եւ իր պարտականությունները եւ այն համոզմունքները եւ այն վստահությունը, որ դատարանը ներշնչած է եղել իմ անձի նկատմամբ, կասկածի տակ դրվի։ Վերդիկտը իմ կյանքում որևէ բան չի փոխել։ Ու ես դες եմ ասում, այս դատական նիստերի դահլիճում մոտավորապես 7 րոպե առաջ այն ինչ ես լսեցի, կրկնում եմ, իմ կյանքում էլի ոչինչ չփոխվեց։ Ես ունեմ շատ պինդ համոզմունքներ, շատ պինդ սկզբունքներ ու հավատարիմ եմ մնում իմ սկզբունքներին։ Չնայած էլի եմ ասում այն հանգամանքին, թե այս վերդիկտը իմ կյանքում ինչպիսի հետ կարող է թողնել։ Դուք շատ լավ գիտեք, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, թե մեր համար իրավաբանների համար այս մասնագիտությունը ինչ մասնագիտություն է։ Սա մեր համար ուղղակի մասնագիտություն չի, սա մեր համար ուղղակի աշխատանք չի, սա մեր համար ապրելակերպ է։ Եվ ես այն փաստաբանն եմ, որ իմ համար փաստաբանությունը դա ապրելակերպ է։ Հետևաբար կարևորելով իմ անձը, կարևորելով իմ սկզբունքները, ես կրկնում եմ, չի կարող որևէ մեկը նույնիսկ չնչի նշում կասկած ունենա, որ ես կարող եմ քննությունից խուսափել։ Թիկունքս երբեք ոչ մի չի տենա պարտարժան դատարան։ Աչքերս ուղիղ կտենան, բայց թիկունքս երբեք ոչ մի չի տեսնի։ Ուստի խնդրում եմ ձեզ, իմ նկատմամբ ընտրված խափանամիջոցը, այն է, որ կիրառված է եղել, թողնել անփոփոխ։ Բայց եթե դատարանը գտնի, որ այնուամենայնիվ այս մյուս հավելել խափանամիջոցի տեսակը պետք է կիրառվի, որպեսզի իմ վարկագիծը ապահովի շարունակաբար, կամ հնարավոր ոչ պատշաճ վարկագիծը կանխի, կայացրեք այն որոշումը, որը ձեր քիչն է ձեզ թելադրում, ինչպես կայացրեցիք դուք նախորդ որոշումը։ Այսքան խոսում, շնորհակալություն։ Պատվիրան դատարանը ես ուզում եմ փաստել, որ հանրային մեղադրանքի կողմից ներկայացված միջնորդության դեմ առարկելը, ինչպես Էրիկ Ալեքսանյանի խոսքից է հետևում, ես շարունակեմ, ավելի շատ բարոյական նշանակություն և բովանդակություն ունի, քան իրավական, հետևաբար բարոյական նկատառորենից ելնելով է առաջնահերթ և առաջին հերթին, որ մենք առարկում ենք այդ միջնորդության դեմ իրավական հաստատներին անդրադառնալու պատասխան։ Տեսեք, հարգելի հանրային մեղադրողի խոսքից ամեն դեպս ինձ համար բարձ դարձավ, եթե սխալ եմ պարոն Մերյանից ուղղի, որ հանրային մեղադրողը միջնորդում է բացակայելու արգելքի համակցված կիրառում դատավճռի կատարումն ապահովելու նպատակով։ Ես պետք է փաստեմ, ինչքան որ տարօրինակ հնչի, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունը ինչպես նման հիմք չի նախատեսում։ Նման հիմք չի նախատեսում, հետևաբար եւ հարգելի դատարան դատավարական օրենքի սկզբունքի մակարդակով ուղղված այն բարական հաշվի առնելով, որ խափանամիջոցներ, ինչպես նաև դատավարական հարկադրանքի այլ միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով եւ կարգով, եւ ես փաստում եմ, որ դատավճռի կատարումն ապահովելու նպատակով անձի նկատմամբ որևէ խափանամիջոց, այդ թվում ամենաթեթև, ամենամեծ խափանամիջոցը անձին բացակայելու արգելքի կիրառման ենթակա չէ։ Այդ խոսքով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է խափանամիջոցի կիրառման բացառապես մեկ պարագայում, մեկ դատավարական իրադրություն հանձին նրա, ընթանում է կամ միջդատական վարույթ կամ դատաքննություն
եւ հետեւաբար անհրաժեշտ է կիրառել խափանման միջոց, մեղադրելի հնարավոր անպատշաճ վարկագծի դրսևորումները հակատեղելու համար։ Կրկնում եմ, դատավորի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության լեզվիկը ի տարբերություն սա էլ ասենք նախկին քրեադատավարական օրենքի չի նախատեսում խափանման միջոցներ կիրառելու որևէ հիմք եւ հետեւաբար որևէ կարգ։ Նորից ուրեմն բարոյական հարցություն անցնելով իրավականից պատվարժան դատարան ես պետք է հետեւյալը փաստեմ, որ եւ Արուսեկ Ալեքսանյանի եւ Էրիկ Ալեքսանյանի եւ Թամարա Պետրոսյանի պարագայում, չգիտեմ Թամարայի պարագայում խափանումը բացակայելու, եթե նույնիսկ նրանք գրավի պայմաններում բացակայելու լինեին, օգտվելով դատական նիստի, օրինակ հետաձգված լինելու հանգամանքից, ես քաջատեղյակ եմ երեքի պարագայում եմ, որ նույնիսկ այդ դեպքում է, որ իրենք անպայման նախանձախնդրություն հանդես կբերեին դատարանին այդ մասին տեղյակ պահելու, զուտ էթիկայի, զուտ համընդհանուր ճանաչում ստացած չգրված օրենքներից ելնելով։ Հետևաբար այս պայմաններում մտածել, որ Արուսեկ Ալեքսանյանի կամ Թամարա Պետրոսյանը կարող են դիմել փախուստի, մի կողմ թողնենք քրեադատավարական պարագան, որ ես քիչ առաջ ներկայացրի, պատվարժան դատարան ոչ այլ ինչ է, քան առանց որևէ իրավաչափ հիմքի ձևավորված հետևություն։ Հետևաբար եւ ես խնդրում եմ Հանրային մեղադրողի միջնորդությունը բացակայելու արգելքը համակցված վերաբերյալ կիրառելու մասին մեր շնորհակալություն։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Չեմ ծավալի շատ հաշվառները, որ գործընկերներն հանգամանալից եւ մանրամասն ներկայացրեցին բոլոր հիմքերը եւ հանգամանքները, որոնց արկայության պայմաններում պետք է հանրահավաքների կողմից ներկայացված միջնորդությունը դաշի։ Բայց ի կարևորագույն հանգամանքը արդեն շուրջ 2.5 տարի չեղարի ժամանակային չսունին գործանքային բարի կա սկսած նախաքննության փուլից և Թամարա Պետրոսյանը ելով մեղադրամների մեջ եղել է մեղադրյալը ում նկատմամբ չհաշված են 18 օր կանոնքի տակ գտնելը միշտ եղել է ընտրված ամենամեղ խափանման միջոցը բայց այս ամբողջ ժամանակահատվածում Թամարա Պետրոսյանի կողմից դրսևորած վարքագիծը ես կարծում եմ նաև դատարանին է տվել հնարավորություն հասկանալ անձի բարոյական կերպարը արտահայտագիր է եւ ամենը ինչը կարող են հանդիսանալ խափանման միջոցի հարցը քննարկելու ժամանակ։ Ուստի ավելի չծավալվելով եւ գործընկերների կողմից մատնանշած հանգամանքները եւս մեկ անգամ չկրկնվելու համար նշան, որ մենք նույնպես համակարգիչ ենք հանգարժան հանրային մեղադրողի հետ, որ համակցված գրավի հետ համակցված պետք է կիրառել նաև բացակայելու խափանման միջոցը։ Այս ողջ ժամանակահատվածում մեկ անգամ Թամարա Պետրոսյանը պետք է Հայաստանի Հանրապետության սահմանը դատարանի կողմից դիտողություն տալուց բացի, որի մասին կրկին գրավոր տեղեկացրել դատարանը։ Այսինքն դա նույնպես խոսում է անձի բարոյական կերպարի եւ անձը ընդհանրող հանգամանքների մասին։ Ուստի եղելով վերաբերյալներից ես նույնպես գտնում եմ, որ հարգարժան հանրային մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությունը պետք է ներառվի։ Շնորհակալություն պատվարժան դատարան, գտնում եմ, որ հանրային մեղադրողի կողմից բերված միջնորդությունը ենթարկվում է զննժման, որովհետև վերջո խափանման միջոցի նպատակը պատշաճ վարքագծի ապահովումն է, տևական ժամանակ տեղի ունեցած ամբողջ հիմնական դատալսումների և տևական ժամանակ նաև նախնական դատալսումների փուլում իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված է եղել տարբեր խափանման միջոցներ և դատարանը կարծես թե նրա վարքագծի, թե նրա դրսևորած վարույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասով որևէ կասկած տեղ չի տվել, որ կարող էր խուսափել վարույթից կամ գործի քննությունից։ Պատվարժան դատարան, Արուսեկ Ալեքսանյանը տևական ժամանակ գտնվել է խափանման միջոց գրավի տակ և այդ ամբողջ ընթացքում դրսևորել է գործում իրավապատակ վարքագիծ ամենադեպս վարույթի նկատմամբ և որևէ կերպ կասկած տեղ անգամ չի տվել, որ կարող է այնպիսի վարքագիծ դրսևորել, ինչպիսին որ առաջանում է մեր հարգարժան հանրային մեղադրողի մոտ։
ամենայն ուրեմն ամենայն այն խստությամբ կողմնակից եմ իմ գործընկերների կողմից արտահայտած դիրքորոշումներին, բոլոր ասպեկտներով, թե իրավական, թե փաստական առումներով, ուղղակի ես լույսի փաստական առումով փաստակազմում ներկայացնեմ, որ Ավսիակ Ալեքսանյանի երբևէ վարքագիծ չի դրսևորել եւ այս տևական ժամանակ այնպիսի վարքագիծ չի դրսևորել կարող կասկած տեղ տալ եւ այսքան ժամանակ տևական ժամանակ տեղ ունեցած հիմնական եւ նախնական դատալսումների փուլում ամենատեպս դատարանի մոտ եւս համոզմունք է ստեղծվել Ավսիակ Ալեքսանյանի ներկայիս նախին, ներկայիս եւ հետագա իրավաչափ դրսևորող եւ դրսևորած վարքագծի նկատմամբ հետեւաբար իմ քննությունում իմ կողմից ներկայացված հանգամանքները եւ առաջ գնացած այլևս վարորդի ես փուլը ընդունում եմ բերված միջնորդությունը Պատմական դատարան անկերի հանրային հեղադրումը երբ միջնորդեց, որպեսզի համակցած կիրառվի նաև բացակայելու ակիր խափանման միջոցը, մասնավորապես հում կատարեց այն հանգամանքի վրա, որ ձեր կողմից այսօր կառուցվեց մեղադրական վերդիկտ եւ մասնավորապես հանրային մեղադրողը մատնանշեց սպասվող պատժի խստությունը։ Կարծում եմ մենք բոլորս գիտենք, որ ունենք ձևավորված կայուն նախադեպային իրավունք այդ առումով, որ սպասվող պատժի խստությունը ինքնին չի կարող խափման միջոցի կիրառման հիմք հանդիսանալ։ Իսկ ինչ ասեց հանրային մեղադրողը դրանից զատ, ոչինչ։ Հետևաբար պատվարժանք դատարան կգտնում եմ, որ հանրային մեղադրողը առնվազն չհիմնավորեց նաև իր միջնորդությունը, քանզի բոլորիս քաջայինի է, որ սպասվող պատժի խստությունը ինքնին չի կարող խափման միջոցի կիրառման հիմք հանդիսանալ։ Բացի այդ, պատվարժանք դատարան այս տարիների ընթացքում արդեն 3 տարի է գործը գտնվում է դատաքննության փուլում, եւ այս տարիների ընթացքում կիրառված են եղել խափանման միջոցներ, այլընտրանքային խափանման միջոցներ։ Եվ յուրաքանչյուր դեպքում խափան միջոց փոխելիս, մասույն դեպքում եթե դուք քննարկում եք հնարավոր բացակայել անել խափան միջոցի համակցված իրականության մասին, դատարանը պարզապես պարտավոր է գնահատման ենթարկել այս անցած բոլոր տարիների մեղադրողների կողմից դրսևորած վարքագիծը։ Եվ հետևաբար պատվարժան դատարան առնվազն բացասական կամ կասկածելի վարքագծի առկայության դեպքում նոր միայն համակցված այն հանգամանքով, որ կայացվել է մեղադրական վերդիկտ, պարզապես դատարանը ունենա հնարավորություն կիրառելու բացակայելու ակիր խափանման միջոցը։ Սակայն այն պայմաններում, երբ որ այս տարիների ընթացքում այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ներքո բոլոր մեղադրյալները ցուցաբերել են բացառիկ բաճաճ վարքագիծ եւ ավելի բացակայելու ակիր խափանման միջոց կիրառված չլինելու պայմաններում, բազմաթիվ անգամներ հատելով Հայաստանի Հանրապետության սահմանը, յուրաքանչյուր դեպքում իրազեկել է վարորդնյական ստոհմահուրի սույն դեպքում հակավորություն դատարանին իրենց տեղաշարժի հետ կապված, կարծում եմ այսքանը պատվարժան դատարան դուք պարզապես պարտավոր եք գնահատման ենթարկել եւ մերժել հանրային մեղադրությունը։ Պատվարժան դատարան, ես միանշանակ երկրորդում եմ իմ բոլոր գործընկերների հայտնած դիրքորոշումները եւ ցանկանում եմ նաեւ մի բան ավելացնել։ Հարգելի մեղադրողը երբ միջնորդեց դատարանի, որ մեղադրյալների նկատմամբ կիրառվի խափանման միջոց համակցված նաև բացակայելու վարքագծի դրանից միասին, կարծես այնպիսի վստահություն ունեի, որ ձեր կողմից մեղադրական վերդիկտ կայացնելուց հետո, եթե նաև պետք է արդեն ենթադրվում է, որ մեղադրական դատական ակտ պետք է կայացվի, դա վերջնական է, բողոքարկման ենթակա չի եւ արդեն գնալու է պատժի կատարման։ Բայց հարգելի մեղադրողը պատվարժան դատարան կարծում է պետք է որ իմացա, որ երաստիճան համակարգ է մեր դատական համակարգ եւ ձեր կողմից կայացրած դատական ակտը վերջնական չի եւ այն բողոքարկվելու նաեւ հնարավորություն կա, ինչից կարծում եմ մեղադրյալները եւ նաեւ նրանց պաշտպանները կօգտվեն, որովհետեւ ձեր կայացրած մեղադրական վերդիկտը մեծ սրտով չէր, համենայն դեպս համաձայն չէին ձեր վերդիկտի հետ եւ կարծում եմ մեղադրողները նաեւ մենք միանշանակ կդրան գործընթացով հետեւաբար դրանով պայմանավորված որևէ նպատակ չեն ունենա խուսափել պատժի կողմից։ Կարծում եմ հենց այս հանգամանքն էլ կարևոր է, որպեսզի մեր պաշտպանյալների նկատմամբ
հարգելի մեղադրողի միջնորդած խափանման միջոցում ներշել։ Պատվարժան դատարան, ես կարծում եմ, ավելի ճիշտ չեմ կարծում, ես այն համոզում եմ, որ ձեր կողմից կայացված վերդիկտը ոչ միայն մեր սրտով չի, այլ նաև հենց ձեր սրտով չի։ Ձեր անձը շատ լավ ճանաչելով, ես համոզված եմ, որ ձեր կողմից կայացված վերդիկտը ոչ թե ձեր խղճի համաձայն է, այլ ձեր խղճի դեմ է։ Բայց ինչևէ, ես մտնում եմ ձեր դրության մեջ, որպես դատավոր, ինչ վերաբերում է հագուստի դիմելուն, պատվարժան դատարան, կարծում եմ, որ դուք շատ լավ գիտեք, որ ես, ինչ ասեմ, ես փախնող աղջիկ չեմ, մնացածը դուք որոշեք, շնորհակալություն։ Տանակ Պետրոսյան, բոլորը խոսեցին, չեք ցանկանում որևէ բան ասել։ Միայն մեր կողմից ներկայացրած որոշման Ձեր կողմը նկատում եք ոչ թե ձեր պաշտպանին, այլ պաշտպանության կողմից, թե միայն ձեր պաշտպանին, ձեր պաշտպանին։ Լսելով դատավարության մասնակիցներին, նա շատ փոքրիկ ակնարկ, որ նշվեց, որ 3 տարի փոքրին ճավեր, սույն գործը գտնում է դատարանում։ Բնականաբար տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, տարբեր իրավիճակներում են եղել դատավարության մասնակիցները եւ դատարանի կողմից կայացվել են տարբեր որոշումներ։ Անկախ նրանից, որ ժամանակահատվածում, որ որոշումը դատավարության վարորդի, որ մասնակցի սրտով չի եղել, ինչպես օրինակ այսօր մեղադրական վերդիկտը պաշտպանության կողմի սրտով չի, ինչպես կասեր կամ ասեց պաշտպան Մանթեսյանը։ Այո, կան գործեր, որոնցով բարդ որոշումներ են կայացվում, բայց բարդ որոշումների կայացում պայմանավորված է գործի հանգամանքներով կոնկրետ։ Բայց քանի որ խոսվեց նախագահ դատավորի կողմից կայացված վերդիկտի մասին, խղճից դեմ ես երբևէ չեմ մեղանչել։ Սա ձեզ է գիտություն։ Դատական ակտը ծանոթանալուց հետո, երբ որ կկայացվի համապատասխան դատական ակտ, դատավճիռ, կգնահատեք ինչքանով է դատանի կողմից կայացված որոշումը իրավական տեսանկյունից ընդունելի կամ ոչ ընդունելի։ Եվ յուրաքանչյուրը վարորդի մասնավոր մասնակիցներից, մասնավորապես մեղադրյալներից գիտեն, թե ով ինչ գործողություն է իրականացրել, որի վերաբերյալ նրանց մեղսագրված է որոշակի արարքի կամ արարքների կատարում։ Խափան միջոցի հարցի հետ կապված քրեական դատավարության օրենսգրքի համաձայն դատարանը իրավասու է նույնիսկ միայնձնի իրականացնել լրացուցիչ դատալսումներ բացառությամբ այն դեպքերի, երբ որ մեղադրյալը գտնվում է անազատության մեջ։ Այսինքն մնացած բոլոր դեպքերում, եթե վարորդի մասնակիցները պատշաճ ծանոթված են եւ չեն ներկայանում դատական նիստին, ճռճռոցի վերջը տվեք, բացի անազատության մեջ գտնվող մեղադրյալին, դատարանը իրավասու է անցկացնել լրացուցիչ դատալսումներ, հետեւաբար նաեւ միայնձնյա քննության առնել 345-րդ հոդվածի համապատասխան կետերով նախատեսված հարցերը եւ որոշումներ կայացնել։ Բայց հաշվի առնելով, որ դատական նիստին ներկա են դատավարության մասնակիցները, դատարանը լսում է նրանց կարծիքը եւ բնականաբար կարող է համաձայն չլինել որևէ մեկի հետ եւ ունենալ սեփական դիրքորոշումը յուրաքանչյուր հարցի հետ կապված եւ կայացնել այն որոշումը, որը իր հնարքման ավելի ճիշտ է եւ օբյեկտիվ։ Սա այն բանի համար, որ պաշտպանության կողմը հիմնականում հաղում անելով այն մեղադրողի կողմից արտահայտած դիրքորոշման հետ նաեւ դրա այդ համաձայն չլինելու
կողմերի մասին բարձրացնելուց։ Օրինակի տարբերություն նախին քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի եւ այսօրվա քրեական դատավարության օրենսգրքի 115 հոդվածի տարբերությունների մասին խոսից։ Այս համատեքստում այո դատարանը մեղադրյալների նկատմամբ կիրառված են եղել տարբեր խափան միջոցներ եւ սույն գործի քննության ընթացքում այդ խափան միջոցները ենթարկվել են փոփոխության։ Սկսած ամենամեղ խափան միջոցից պայմանականորեն բացակայելու արգելք, որ կիրառված է Թամար Պետրոսյանի նկատմամբ, ինչև իրավագիտական պրակտիկայում համապատասխան փոփոխություններ դատարանը թույլ է տվել Թամար Պետրոսյանին մեկնել Հայաստանի Հանրապետությունից, մեկնելը վերադարձել է, հետո այդ հնարավորությունը չի եղել, խափան միջոց է փոխվել, վերավորից հետո էլի է մեկնել, Էրիկ Ալեքսանյանն է մեկնել մի քանի անգամ, այդում արդեն էլի խափան միջոց է փոխվել, որ կարողանա մեկնի, կամ ի սկզբանե արդեն Էրիկ Ալեքսանյանի դեպքում փոխվել է, որպեսզի կարողանա Հայաստանի Հանրապետությունից մեկնի։ Ավելին դրանից հետո բնականաբար հիշում են դատավարության մասնակիցները Էրիկ Ալեքսանյանը ևս քիչ։ Երբ որ իր կողմից հայտարարություններ տարածվել, դրանից հետո նրա նկատմամբ կիրառված խափան միջոցի գրավի հետ կրկին բացակայելու արգելք խափան միջոց է կիրառվել համարցված։ Հետո դա էլի փոխվել է, վերացվել է։ Արսյակ Ալեքսանյանի նկատմամբ ամենախիստ խափան միջոցից եկել հասնում միայն գրավի կիրառմանը։ Դա դատավարության ընթացքում է։ Երբ որ հիմնականում հանդիպվել են նախկին քրեական դատավարության օրենսգրքով քննվող գործի շրջանակներում, պարոն Մանուկյանը չի երգի, Արեն մեղադրողի կողմից միջնորդությունը ներկայացվել, որ հիմքերի հետ կապված է, խափան միջոցի կիրառման հիմքերի հետ կապված, նաև մեկ այլ հիմք արձանագրել, որոշակի փաստարկներ բերելով դատարանը դրա հետ չի համաձայնվել, նշելով, որ մենք պայմանականորեն եթե դա ընդունենք, ստացվում է, որ դատարանը արդեն իսկ կանխորժունակ ինչ դատական ակտ է կայացնել։ Միգուցե նման իրավիճակ, եթե քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությամբ այս գործի քննությունը իրականացվեր կամ քրեական դատավարության օրենսգրքով այս գործով ունենանք։ Այսօր վերադրական վերածիկ հրապարակելու դատանը ինչի է նշել, որ երբ որ մարտի 12-ին նշվեց, որ վերդիկտը կհրապարակվի դատական նիստի ժամանակ, այսինքն լրացուցիչ դատալսումներ իրականացնելու, որ եթե կայացվի մեղադրական վերդիկտ, ապա խափան միջոցի հարց ևս քննության առարկա կարող է դառնալ։ Երբ որ դատանը առանձին սենյակում հանգեց հետևության, որ պետք է կայացնի մեղադրական վերդիկտ, եւ խափան միջոցի հարցը քննության առարկա է դառնում։ Թեև քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածը բացակայելու արգելքը, որ նշված է փախուստի այդ ձևակերպումը կա, եւ քրեական դատավարության օրենսգրքի 116 հոդվածի երկրորդ մասի 3 կետերից մեկն է, փախուստը կանխելը, հանցանք կատարելը կանխելը, կամ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատաների որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելը, այսինքն բոլոր խափան միջոցները, այդ բոլոր հիմքերը կամ բոլոր խափան միջոցների համար հիմք հանդիսանում։ Այսինքն բացակայելու արգելք խափան միջոցը բացառապես կարող է նաև չի ենթադրել, պետք է հենց փախուստը կանխելը լինի, թեև ձևակերպումներով նմանել միմյանց։ Եվ իրավագիտական պրակտիկայում շատ դեպքեր կան, որ բացակայելու արգելքը կարող է կիրառվել այն դեպքում, երբ որ օրինակ փախուստի դիմելը չի հաստատվել, նույնիսկ այն ժամանակ, երբ որ խափան միջոց կանանք կիրառելու միջնորդությունը ներկայացվել։ Հետևաբար այս ամենի համատեքստում այո հաշվի առնելով նաև բոլոր հնարավոր իրավիճակները, սույն գործը այսօր այսքանով չավարտվեց։ Դատանը գտնում է, որ գրավ խափան միջոցի հետ մեկտեղ պետք է կիրառել նաև համակցված բացակայելու արգելք խափան միջոցը։ Հետևաբար դատանը որքան էլ որ հաշվի առնում ինչպես իրավական կողմից, այնպես էլ իրավական կողմից զատ
մնացած բոլոր կողմերը պարունակության բարոյական կողմի մասնագործքը։ Բայց դատարանը դրան զուգահեռ, այսինքն առաջնահերթությունը չի կարող տալ բարոյական կողմին եւ մոռացության տալ իրավական կողմը։ Դե բնականաբար իրավական կողմի վերաբերյալ իրավական կողմը հաշվին առնում նաև մարդասիրության հետ կապված բոլոր հարցերը, նույն 116-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բոլոր հնարավոր հանգամանքները։ Ամեն դեպքում այս ամենը հաշվի առնելով դատարանը գտնել, որ պետք է համակցված կիրառել նաև բացակայել վարկել բոլոր վերաբերյալների հետ կապված։ Հետևաբար դատարանը ղեկավարը քրեական դատավարության ազգերի 33, 34, 31-րդ, 115-ից 117-րդ, 122-րդ, 127-րդ, 270-րդ հոդվածներով որոշում։ Սույնգործով մեղադրել Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ կիրառված գրավի հետ համակցված կիրառել նաև այլընտրանքային խափանմիջոցներից բացակայելու արգելք։ Դատանը ղեկավարվելով նույն հոդվածներով սույնգործով մեղադրել Էրիկ Սարգսի Ալեքսանյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանմիջոց կիրառված գրավի հետ համակցված կիրառել նաև այլընտրանքային խափանմիջոցներից բացակայելու արգելք։ Դատանը ղեկավարվելով նույն հոդվածներով սույնգործով մեղադրել Թամարա Էդուարդ Պետրոսյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանմիջոց գրավի հետ համակցված կիրառել նաև այլընտրանքային խափանմիջոցներից բացակայելու արգելք։ Դատանի որոշումների օրինակը ուղարկել իրավասու մարմնին նշված տվյալները սեքտ համակարգ որդքագրելու համար։ Ես մի հայտարարություն ունեմ, պատվիրժան դատան։ Ինչ հետո կանենք։ Երկու րոպե ու ավան։ Դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 5-ին գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել գլխավոր դատախազի տեղակալ Արտուր Պողոսյանին եւ գլխավոր դատախազության անպատասխան վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանին։ Մասնավորապես դրանում նշվել է, որ դատախազության մասին օրենքի 25-րդ հոդվածով, ինչպես նաև դատական օրենքի սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողությունը դեպքում հանձնարարվում է գլխավոր դատախազի տեղակալ Արտուր Պողոսյանին։ Նույն վարորդով դատախազության վիայությունների ներկայացման նպատակով դատախազության մասին օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով կազմվել է դատախազական խումբ, դրանում ընդգրկվել է նաև Արմեն Գևորգյանը։ Խմբի ղեկավար նշանակվել է Արտուր Պողոսյանը։ թվականի նոյեմբերի 29-ին գլխավոր դատախազի մեկ այլ հանձնարարություն է արտադրություն։ Դե հետաքրքիրը 11-րդ հատոր 70-79 թերթեր, առաջին դեպքում երկրորդ հատոր 17-18 թերթեր։ Գլխավոր դատախազը կրկին ղեկավարվելով նշված իրական ակտերի համապատասխան դրույթներով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարել է գլխավոր դատախազի տեղակալներ Արտուր Պողոսյանին և Անահիտ Մանասյանին։ Դատախազական խումբ է կազմվել և խմբում ընդգրկվել է նաև գլխավոր դատախազության ազգային անվտանգության ծառայության միջդատական վարքի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյան։ Գործն
ուղարկվել է դատարան, դատարանում պարոն Գևորգյանն է գործի քննությանը մասնակցել։ 2025 թվականի փետրվարի 4-ին արդեն ըստ էության թե գլխավոր դատախազի տեղակալներ Արտուր Պողոսյանը եւ Մանասյանը Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը այլևս չեն ունեցել եւ գլխավոր դատախազի կողմից դատախազական խմբում ընդգրկված Արմեն Գևորգյանը ևս այլ պաշտոնի անցել, որից հետո գլխավոր դատախազի կողմից դատախազության մասին օրենքի 26-րդ երկրորդ մասով սահմանված կարգով Ներադրանքի պաշտպանության ներգրավել են գլխավոր դատախազության սահմանադրական կարգի միջնի պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործների գործերով վարչության համադատախազներ Արման Բաղդասարյան և Ռոբերտ Մերյան։ Արման Բաղդասարյանը այսօր ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Դատախազության մասին օրենքի 26-րդ հոդվածում նշված է, որ մեղադրանքի պաշտպանություն դատարանը իրականացնում տվյալ քրեական վարակով նախաքննության անձնականության նկատմամբ ուսումնություն իրականացրած դատախազը բացառություն դեպքում դրան օրենքով նախատեսված դեպքում փոխարինում է վերադարձ դատախազը կամ դատախազի անձնականությամբ այլ դատախազ։ Այս հանգամանքները հաշվի առնելով հարգելի այն մեղադրանքի հանգամանք են ուզում ճիշտ է։ Ըստ ձեզ օրինակ հիմա դատախազական խումբ պետք է լինի թե ոչ Այն տրամաբանությամբ արդյոք գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը պետք է մասնակցեն դատարանում գործի վարորդին եւ եթե այո, խումբ պետք է լինի ըստ թե ոչ։ Շնորհակալություն, պատվարժան դատարան, ես կարծում եմ, որ ձեր հարցը առավել շատ փոխկապակցված է քրեական դատավարության օրենսգրքի 39.2 հոդվածի երրորդ մասով նախատեսված դրույթի հետ առայն, որ դատարանում աճի վերաբերյալ դիրքորոշում կարող է հայտնել բացառապես դատախազական խմբի ղեկավարը, քանի որ հղում է տալիս 39-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետին։ Միևնույն ժամանակ որոշակի ուսումնասիրություններով նաև նշված դրույթը առհասարակ ոչ բնական այս գործի շրջանակներում կարծիքը հետևյալն է, որ դատախազական խումբ իրավական ինստիտուտի նպատակը ըստ էության նախաքննության ընթացքում հսկողության պատշաճ իրականացմանը միտված դրույթ է, որը հետագայում տեղ է գտել քրեական դատավարության օրենսգրքով, նախքան այդ թեպետ դատախազության մասնավորանքով համապատասխան կարգավորումներ առկա են։ Ու այս պայմաններում, այո, թե օրենսդիրը հղում է տալիս հիշյալ դրույթին, սակայն կարծում եմ, որ քանի որ արդեն դատաքննության փուլում ես վերադարձ դատախազի տվյալ բարակայում արդեն գլխավոր դատախազի հանրականով համապատասխան ներգրավել եմ մեղադրանքի պաշտպանությանը եւ այլ դատախազ գործով փաստացիորեն ներգրաված չէ ձեր կողմից բերված պայմաններով, ուստի գտնում եմ, որ կարող եմ ես այս պայմաններում համապատասխան դիրքորոշում ներկայացնել քննարկման առարկա հարցերի վերաբերյալ եւ դատախազական խումբ ստեղծելու անհրաժեշտություն կարծում առկա չէ։ Ամեն դեպքում դատարանը համապատասխան դրություն կհասցրել իրեն գլխավոր դատախազը իր դիրքորոշում ունենալու հանդերձ եւ արդեն նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները հաշվի առնելով իրավիճակը կգնահատի եւ ըստ դրա արդեն կամ դուք կգաք միայնակ կամ գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալ հետ հակառակ պարագայում մյուս մնացած հանգամանքները առարկայազուրկ են այսպես ասած։ Սա նկատի ունեցեք
որ քննարկեք ձեզ մոտ։ Հաշվի առնելով նշված հանգամանքը դատանշանը դրապսի դատանշանը ապրիլի 14 ժամը 16:00 Ինչ բավարարես։ Ինձ համար չի պատվոշան դառնում։ Ինձ համար չի։ Դե չմոռանանք, ես դեռևս փաստական եմ, պետք է հաշվնստենք, նաև այդ իրավիճակը։ Չենք մոռանում, որ հաստատանը եւ պաշտպանությունը իրականացնում։ Դատանշանության դեպքում հաշվի առնել նաև ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Եվ դուք էլ չեք մոռանում, որ դատան դա հաշվի առել։ Ես կյանքում իմ ոչինչ չեմ մոռանում։ Պարոն Գալստյան, ժամը չի հարմար, թե օրենք Չէ, ժամը չի հարմար, այսինքն օրեր հարմար չի, որտեղ եթե առավոտյան կողմնի 14:00 առավոտյան չի, բայց առաջինից 14-ին է, հետո 15:00 Ես դատավորումը չէ, ավանստավեն չեն գալի գերավա Իչև 14-ը ասոտ է, որտեղ իդից է դատայում ապրիլի 20-ը 16-ին Հանդիս 16-ին 16:00 Ես էլի 16-ին իսტორիկի կանանական նիստը Ասում հարավիկը նիստում է ժամանակ ապրիլի 10:00 ապրիլի 9-ին 10:00 Մնաց Niste չի ավարտվում
բացի դատալությունների ժամանակ քննարկվող հարցերի մասով, այն ինչ որ սպասում միջնորդություններ ունենան, կարող են նաև նախապես գրավոր ներկայացնել։ Հաջորդ դատական նիստը նշանակվում է 2026 թվականի ապրիլի 9-ին ժամը 10:00-ին։ Դատավարության ներկա մասնակիցները համարվում են պաշտ ծանոթված, դատարանը պարզաբանում է, որ պաշտ ծանոթված եւ չներկայացված դատավարության մասնակիցների բացակայությունը ոչինչ չէ լրացուցիչ դատավարությունները դատավորի կողմից միասնյա անցկացնելու հետ կապված, եթե դատարանը այլ բան չի որոշում, դատական նիստը